Ողջույն բոլորին, հեռուստաէկրաններից ձեզ կրկին միացել է Անի Վարդը, առաջարկում եմ չփոխել ալիքն ու մնալ մեզ հետ։ Երևանում անցկացվող Ոսկե ծիրան միջազգային փառատոնը ամեն ամառ ոչ միայն աշխուժ կինոմթնոլորտ է ստեղծում մայրաքաղաքում, այլև հայտնի կինոգործիչների ու արվեստի մարդկանց համար Հայաստան աշխարհին ծանոթանալու պատճառ է դառնում։ Այս տարի հուլիսին փառատոնն անցկացվեց արդեն 8-րդ անգամ։ Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի տարբեր կինոթատրոններում ցուցադրվեցին 156 ֆիլմեր։ Կինոփառատոնից ամեն տարի անմասն չի մնում նաև Արցախը։ Այս տարի պարզապես Ոսկե ծիրանը մեզ մոտ հասավ քիչ ուշացումով նոյեմբերին։ Երևանից դուրս կինոփառատոնը այլ անուն է ստանում Ոսկե ծիրանը անիվների վրա, ահա եւ անիվների վրա այն Ստեփանակերտ հասավ նոյեմբերի 19-ին։ Կազմակերպիչներն այս անգամ շատ փոքր խմբով էին եկել։ Եղանակային ու ճանապարհային վատ պայմաններն էին պատճառը, որ ֆիլմերի ռեժիսորական եւ դերասանական կազմից եւ ոչ մեկը Արցախ չէր եկել, ասաց Ոսկե ծիրանը անիվների վրա ծրագրի կազմակերպիչ Վարդան Հակոբյանը։ 3 օրերի ընթացքում նոյեմբերի 19-ին, 20-ին եւ 21-ին Շուշիի Նարեկացի արվեստի միությունում եւ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ցուցադրվեցին փառատոնին մասնակցած տարբեր ֆիլմեր։ Կինոփառատոնի առաջին օրը ցուցադրվեցին 4 կարճամետրաժ ֆիլմեր՝ Լևոն Մինասյանի «Դաշնամուրը», Վարդան Դանիելյանի «Ջազ ծիրան Երևան», Էդուարդ Թադևոսյանի «Քարեր» եւ Սերժ Ավետիքյանի «Շների կղզին»։ Վարդան Դանիելյանի «Ջազ ծիրան Երևան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը այլ կերպ կարելի է անվանել 2010 թվականի Երևանյան փառատոնային 7 օրերի խրոնիկա։ Ֆիլմը չի պատմում կոնկրետ ինչ-որ իրադարձության կամ ինչ-որ հերոսի մասին։ Այնպիսի տպավորություն է, որ այս ֆիլմը ստեղծվել է փառատոնային օրերի ընթացքում կատարված տարբեր նկարահանումներից, օգտագործված ու չօգտագործված կադրերից։ Սովորաբար հանդիսատեսը հնարավորություն չի ունենում տեսնելու կուլիսների հակառակ կողմը։ Հանդիսատեսը միշտ տեսնում է այն, ինչ ներկայացնում են իրեն էկրանից։ Եվ ահա ֆիլմի երիտասարդ ռեժիսորը փորձել է օրգանապես իրար միացնել փառատոնային կյանքի ներսն ու դուրսը, սկսած նախապատրաստական աշխատանքներից, հյուրերի ժամանումից, հանդիսավոր բացումից մինչև փառատոնային տրամադրությամբ հագեցած երևանյան գեղեցիկ ու ռոմանտիկ գիշերներ։ Ֆիլմում ռեժիսորը փորձ է արել կինոն ու երաժշտական այս հետաքրքիր ոճը ջազը իր շահ կապել։ Փառատոնի հանրահայտ հյուրերը Ատոմ Էգոյանը, Ֆաթիհ Աքինը, Քլեր Դնին եւ այլոք, ովքեր կինոյի մարդիկ են, պատմում են, թե ինչ ազդեցություն է թողել իրենց կյանքում ջազը եւ ըստ իրենց ինչպես է այն կապված կինոյի հետ։ Ֆիլմում նաեւ հետաքրքրական էր այն, որ կադրերը շատ արագ փոխվում էին մասսայից դեպի մարդիկ եւ հակառակը։ Այսպիսով ժամանակ առ ժամանակ հանդիսատեսին ծանոթացնելով տարբեր հետաքրքիր կերպարների հետ, ովքեր ինքնաբերաբար նաև այս ֆիլմի հերոսներն էին դառնում։ Ֆրանսահայ ռեժիսոր եւ սցենարիստ Լևոն Մինասյանի «Դաշնամուրը» կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է մի խումբ գյումրեցիների կենցաղն ու հոգսերը երկրաշարժից 13 տարի անց։ Մարդկային հարաբերությունների ու կենցաղի բացահայտման համար ռեժիսորը ընտրել է յուրահատուկ ձև։ 13-ամյա Լուսինեն պապի հետ ապրում է Գյումրիում, ժամանակավոր կացարանում։ Աղջիկը ծնվել է Սպիտակի երկրաշարժի օրը, նույն օրն էլ կորցրել է ծնողներին ու մնացել պապի խնամքի տակ։ Լուսինեն երաժշտական տաղանդ ունի, դաշնամուր է նվագում, եւ ահա մի օր մրցույթին պատրաստվելու համար մշակույթի նախարարությունը փոքրիկ աղջկան դաշնամուր է ուղարկում։ Մեծ սպիտակ ռոյալ, որը պարզում է ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել փոքրիկ տնակում։ Սյուժետային այս գծի վրա է ստեղծված ամբողջ ֆիլմը։ Հերոսների հոգեբանությունն ու հարաբերություններն բացահայտվում են այս փոքրիկ իրադարձության շրջանակներում։ Ինչից է զրկում։ Էս երեխեն այդ երկից բացի ուրիշ բան չի դե, սաղորը այդ նույն բանը կչալի։ Կոմպյուտերներից մեջ չեք գրավ հանգիստ բաժակում կոֆե խմեք։ Կոֆե չես գրնան խմեն, չայ խմեն։ Ֆիլմը իր ոճով շատ է նման հայ ֆիլմի կինոներին, այն կոմեդիայի ժանրում է նկարահանված, բայց արտաքինից հումորային դրվագները ներքին տխուր բովանդակություն ունեն եւ մտորումների տեղիք են տալիս։ Եվ ֆիլմի հերոսներն ստեղծում են այն նույն պարզ, հասարակ հայկական կոլորիտը, որն այնքան ծանոթ է մեզ հայ ֆիլմի կինոնկարներից։ Հարևաններից մեկի սրտացավ վերաբերմունքը, մյուսի անտարբերությունը, երրորդի հպարտությունը։ Դաշնամուրի պատմության միջոցով ռեժիսորը փորձել է անդրադառնալ աղետի գոտու խնդիրներին։ Երկրաշարժից 13 տարի անց էլ մարդիկ մշտական բնակարան չունեն։ Ավելին, այլ են նաև արժեքային համակարգերը։ Եթե Լուսինեի պապի նախկին երաժշտի համար դաշնամուրը ազնիվ երաժշտական գործիք է, ապա երկաթ հավաքողների համար ընդամենը մի քանի կիլոգրամ մետաղ։ Էդուարդ Թադևոսյանի «Քարերը» ֆիլմը, որում միախառնված են պատմական լեգենդն ու իրական ժամանակակից կյանքը, ավելի շատ դուր էր եկել դահլիճի երիտասարդ հանդիսատեսին։
Ֆիլմում ռեժիսորը զուգահեռներ է անցկացրել լեգենդի եւ իրական կյանքի միջև երիտասարդ զույգի սիրո պատմությունը միջոց դարձնելով մարդկային հարաբերությունների բացահայտման համար։ Ընդհանրապես այսօր շատ մեծ բավականություն ստացանք, եկել ենք 3 հոգով եւ հիմա գնում ենք քննարկելու, թե չքննարկելու բաժակ թեյի շուրջը։ Ամենից շատը դուր եկավ ինձ քարեր ֆիլմը, երևի այն պատճառով, որ ռոմանտիկ ֆիլմ է եւ այնտեղ կա փոխհարաբերություններ եւ նույնիսկ կարծրացում են այն կարծիքներ, այն փոխհարաբերություններ, որոնք կան հասարակ մարդկանց եւ այն մարդկանց միջև, որոնք տարբերվում են մնացածներից։ Դուր եկավ նաեւ Դաշնամուրը, այնտեղ նաեւ ինձ շատ դուր եկավ հարևանների այդ հենց ցույց են տրվում տարբեր մարդկանց իրար մեջ թե ինչպես են նրանք ուրախանում մեկի համար, տխրում մյուսի համար։ Կինոփառատոնի առաջին օրը ներկայացվեց նաև մեկ անիմացիոն ֆիլմ՝ Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» կարճամետրաժ ֆիլմը, որն ի դեպ 2010 թվականին Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում արժանացել է ոսկե արմավենի մրցանակին։ Այս ֆիլմը պատմում է 1910 թվականին Ստամբուլում կառավարության որոշմամբ ոչնչացված 30,000 թափառական շների մասին։ Ֆիլմը իրական հիմքեր ունի։ 1909 թվականին, երբ երիտ թուրքերը իշխանությանը տիրացան ու Ադանայի ջարդերից հետո Պերայի քաղաքապետը գանգատվում էր Թալյատ եւ Էնվեր փաշաներին, որ քաղաքը լիքն է շներով եւ դրանց պետք է ոչնչացնել, իշխանավորները օրենք ընդունեցին եւ 14000 ֆրանկ տրամադրեցին շների ոչնչացման ծրագրի համար, որպեսզի եվրոպացիներին ցույց տան, թե իրենք էլ են դեմոկրատ ու մաքրասեր։ Եվ ահա հավաքում են շներին ու նրանց լցնում քաղաքից հեռու Օքսիա անմարդաբնակ անջուր կղզի, որպեսզի սովից շներն իրար ուտեն ու սատկեն։ Ահա սա է ֆիլմի հիմքում առանց որևէ մեկին դատելու, ասում է ռեժիսոր Սերժ Ավետիքյանը։ Իսկ հա ֆիլմը դիտելիս անհնար է զուգահեռներ չանցկացնել հայոց ցեղասպանության դրվագների հետ, ճիշտ նույն պատկերներն են ու նույն իրադարձությունները։ Այդ էր երևի պատճառը, որ թուրքերի կողմից ֆիլմը աղմկոտ ընդունելության արժանացավ։ Իդեպ ֆիլմը փակ ցուցադրությամբ ցուցադրվել է Ստամբուլում, թե ինչու փակ ցուցադրությամբ, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը պատասխանել է. Ես հասկացա, որ կան այսպիսի թեմաներ, խփում են ուղակի իրենց եւ հոգուն, եւ սրտին, եւ ուղեղին, այն առումով, որ սփյուռքահայ ռեժիսոր է այսպիսի թեմային մոտենում, ոչ թե իրենց ռեժիսորները, որովհետեւ այսպիսի պատմությունները փակ են, ինչպես որ գենոցիդի պատմությունն է եղել փակ իրենց համար դպրոցներում, համալսարաններում եւ այլուր։ Երկու ֆիլմ ավելի շատ ինձ դուր եկան, դա քարեր ֆիլմն է եւ վերջին անիմացիոն ֆիլմն է։ Երևի վերջին ֆիլմը, որը հասկացանք ներկայացվել է նաեւ Կաննի միջազգային փառատոնին, այն ավելի դժվարամատչելի ֆիլմ է, ճիշտն ասած, քան քարերը։ Քարերը ավելի շատ արտահայտում է մեր հայ ժողովրդի հոգին, արտահայտում եւ այլ այդպես ատրիբուտներ կան, իսկ այ Կաննի միջազգային փառատոնի ներկայանալու համար ինձ թվում է ինչ որ հեղինակը սցենարիստները օգտագործել էին ավելի մասսայական ինչ-որ մատչելի թեմաներ եւ կարող եմ ասել, որ ես այդտեղ զուգահեռներ եմ տարել, ինչպես ցույցատրվում, ինչպես են շներին հանել այնտեղ եւ այդ նույնը, այսինքն հայրի նկատմամբ։ Փառատոնի երկրորդ օրը ցուցադրվեց մեկ լիամետրաժ ֆիլմ՝ ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմը, որում մենք ու մեր երկիրը ներկայացում են օտարի աչքով ու նրա անկալմամբ։ Ուիլը Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է։ Ճանապարհորդության ընթացքում մի օր նա հանդիպում է Կատարինեին, մի հայրենադարձ հայ լուսանկարչուհու, որը երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել։ Նրանք որոշում են միասին ճանապարհորդել Հայաստանով։ Եթե Ուիլի համար Հայաստանը ընդամենը մի երկիր է, որտեղ ինքն իր աշխատանքն է կատարում, ապա Կատարինեի համար այն իր հայրենիքն է, որում նա փորձում է վերագտնել իրեն։ Այդ պատճառով էլ ճանապարհորդության ընթացքում ստեղծված նրանց հարաբերությունները միայն մի վերջաբան ունեն։ Ուիլը իր հայրենիք է վերադառնալու, իսկ Կատարինեն մնալու է Հայաստանում։ Ֆիլմը դիտելով առաջին հայացքից զարմանում ես, թե ինչու մի տեսակ գոշ ու շատ կենցաղային է ներկայացված հայաստանյան իրականությունը, բայց րոպեներ անց արդեն հասկանում ես, այն ինչ կա այս ֆիլմում, մեր իրականության մի մասն է։ Նոյեմբերի 21-ին բելորուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի Բրեստի ամրոցը ֆիլմի ցուցադրությամբ եզրափակվեցին Ոսկե ծիրանի օրերն Արցախում։
Բրեստի ամրոց ֆիլմը պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրեստի ամրոցի հերոսական պաշտպանության մասին։ Գործողությունները տեղի են ունենում 3 ճակատներում, որոնցից յուրաքանչյուրում պաշտպանության գլուխ են կանգնել համապատասխանաբար գնդի հրամանատար Պյոտր Գավրիլովը, կոմիսար Եֆիմ Ֆոմինը եւ 9-րդ սահմանապահ խմբի հրամանատար Անդրեյ Կիժևատովը։ 3 հերոսների ճակատագրերը իրար է կապում 15-ամյա Սաշա Ակիմովը, ով ենթադրաբար հանդիսանում է պատմական կերպար Պետյա Կրիպայի գեղարվեստական մարմնավորումը։ Վերջինս այն հազվադեպ հերոսներից է, ով ողջ է մնացել ամրոցի պաշտպանական գործողություններից հետո։ Ֆիլմի տևողությունը 2 ժամ է եւ զարմանալին այն է, որ շոշափելով առաջին հայացքից կարծես թե այնքան ծամծամված թեմա, ինչպիսին երկրորդ համաշխարհային է, այնուամենայնիվ կարողանում է հանդիսատեսին իր գործողությունների մեջ պահել, շնորհիվ ոչ միայն հուզիչ ու ցնծող պատերազմական պատկերների, այլև պատերազմական պայմաններում մարդկային հոգեբանության ու արարքների բացահայտման։ Ֆիլմը շատ դու է եկել, շատ լավ ոգևորել է մեզ, ավելի մարտական ենք մեզ զգում եւ պատրաստ ենք միշտ բարտի։ Շատ տպավորիչ էր, հետաքրքիր ու շատ իրական, հատկապես հերոսների ու փոքրիկ հերոսների խաղը։ Սարսափելի էր տեսնել ինչպես են թշնամին վայրկենաբար ոչնչացնում, խաթարում ու ավերում ամեն ինչ, ինչպես է կործանվում ամեն ինչ։ Ողջունելի է, որ Ոսկե ծիրան փառատոնը կայանում է Ստեփանակերտում։ Իդեպ մայրաքաղաքի հանդիսատեսը անհամբերությամբ սպասում էր երիտասարդ հայ ռեժիսոր Հարութ Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմի ցուցադրությանը, որը 8-րդ Ոսկե ծիրան միջազգային փառատոնում միաժամանակ 3 մրցանակ է ստացել, բայց Ստեփանակերտում ֆիլմն այդպես էլ չցուցադրվեց։ Մի խոսքով մայրաքաղաքում ճիշտ է հատուկ փառատոնային աժիոտաժ չեղավ, բայց ամեն դեպքում տեղի հանդիսատեսը Ոսկե ծիրանի ֆիլմերին ծանոթանալու հնարավորություն ունեցավ։ Շարունակում ենք հաղորդումը կրկին կինոյի թեմայով։ Իտալացի 2 երիտասարդներ լուսանկարիչ Ֆրանչեսկո Ալեսին եւ երաժիշտ Սիմոնե Մարտինելին Արցախ են եկել փաստավավերագրական ֆիլմ նկարահանելու։ Ֆիլմի առանցքային թեման պատերազմից մնացած ականներն են, որոնցից այսօր էլ շարունակում են մարդկային կյանքեր տուժել, իսկ գլխավոր հերոսը Հադրութի Ծամձուր գյուղում ապրող Նարեկը, ում անմիջական մասնակցությամբ հենց տեղի են ունեցել նկարահանումները։ Ֆրանչեսկո Ալեսին մասնագիտությամբ նկարիչ է, ապրում է Հռոմում, իր լուսանկարները վաճառում է տարբեր ամսագրերի եւ ինտերնետային կայքերի։ Արցախ գալու միտքը առաջին անգամ 2 տարի առաջ ծնվեց երիտասարդի մոտ, երբ նրա ֆրանսիահայ ընկերուհին պատմեց նրան Հայաստանի ու Արցախի մասին։ Անցած տարի հոկտեմբերին իտալացի լուսանկարիչը եկավ Արցախ, շրջագայեց գյուղերով ու շրջաններով ու տեսածը ֆիքսեց լուսանկարների վրա։ Առաջին վարտեպավորությունները կապված էին իհարկե արցախյան բնության հետ։ Ես հիացած եմ Արցախի կանաչ բնությամբ, այն հրաշալի է եւ շատ նման է հյուսիսային Իտալիայի բնությանը, այնտեղ էլ կան գետեր, անտառներ, լեռներ, դրա համար էլ շատ սիրեցի Ղարաբաղը։ Երբ ես սկզբից եկա այստեղ, ինձ շատ զարմացրեց այն, որ մարդիկ իրար շատ նման են։ Նույն սերտաբատներն ու վերնաշապիկներն են հագնում, նույն մեքենաներն են վարում։ Հետո սկսեցի խոսել եւ շփվել բնակիչների հետ։ Նրանք շատ ընկերասեր են եւ հյուրընկալ։ Սիմոնե Մարտինելին երաժիշտ է, Հռոմի դպրոցներից մեկում երաժշտություն է դասավանդում, բայց նաև ֆիլմերի համար սաունդթրեքներ է գրում։ Այդ պատճառով էլ ընկերակցում է Ֆրանչեսկոին նրա երկրորդ արցախյան ուղևորության ընթացքում։ Նա կատարելու է ֆիլմի երաժշտական ձևավորումը։ Դեռ կոնկրետ երաժշտություն չեմ գրել, բայց ուզում եմ ֆիլմում շատ օգտագործել բնական ձայներ, գետի, ծառերի, քամու, մի խոսքով գյուղական միջավայրի ձայներ եւ իհարկե լռություն, ես այն եւս ձայն եմ համարում։ Անցած հոկտեմբերին Ֆրանչեսկոն ծանոթացավ Հադրութի Ծամձուր գյուղում ապրող Նարեկի հետ, ով արցախյան պատերազմի հաշմանդամ է զուրկ 2 ոտքից, բայց ում կենսասիրությունն ու մարդկանց օգնելու մեծ պատրաստակամությունը այնքան զարմացրեց իտալացի երիտասարդին, որ նրա մոտ ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվեց։ Անցած տարի, երբ ես այստեղ էի, ծանոթացա Hello Trust կազմակերպության աշխատակիցներից մեկի հետ, ով ինձ պատմեց իմ ապագա ֆիլմի հերոսի Նարեկի մասին, ով ապրում է Հադրութի Ծամձուր գյուղում։ Ես գնացի Ծամձուր, հանդիպեցի Նարեկին, իմացա նրա կյանքի պատմությունը։ Նարեկը պատերազմի ժամանակ զրկվել էր 2 ոտքից, կորցրել կնոջը, հիմա մենակ է ապրում։ Գյուղում միայն 2 բնակիչ ունեն մեքենա, որոնցից մեկը Նարեկն է։ Նա սովետական Մոսկվիչ ունի, նարնջագույն գույնի, եւ երբ ինչ-որ մեկը մեքենայի կարիք է զգում, նա պատրաստակամ է օգնելու նրանց։ Նա մեքենայի վրա փոփոխություններ էր կատարել, որպեսզի վիճակի լինի վարել այն։ Ինձ շատ զարմացրեց մի բան, որ այդքանից հետո Նարեկը իր հույսը ապագայի նկատմամբ չի կորցրել։
Ֆրանչեսկոյի խոսքով Նարեկը ականներից 6 անգամ տուժված ու պատերազմում կնոջի կորցրած այդ մարդը լավ կերպար է, խոսելու այն մասին, թե ինչքան կարևոր է հետպատերազմյան երկրների համար ականապատված տարածքների մաքրումը։ Որպեսզի ամեն ինչ իրական ու ավելի համոզիչ լինի, երիտասարդները 3 շաբաթ ապրել են Ծամձուրում, այնտեղ կատարել են նկարահանումների մեծ մասը եւ հիմա պատրաստվում են հայրենիք վերադառնալ։ Ֆիլմը Ֆրանչեսկոն որոշել է խորագրել Նարեկի հետքերը, այն տևելու է մոտ 1 ժամ։ Ֆրանչեսկոն արդեն պայմանավորվածություն ունի միջազգային մի կազմակերպության հետ, որը պիտի ներկայացնի այս ֆիլմը նաեւ Իտալիայից դուրս։ Երաժիշտ Սիմոնեն իր համար եւս շատ բան բացահայտեց։ Այստեղի մարդիկ ոչ միայն իրենց հողի հետ են կապված, այլև շատ միասնական են ու հոգատար միմյանց նկատմամբ, ասում է նա։ Երիտասարդ երաժիշտը այստեղ ծանոթացել է դուդուկի նվագին ու գերվել նրանով այն աստիճան, որ իր համար դուդուկ է գնել։ Այստեղ երթուղային տաքսիներում Նարեկի մեքենայի մեջ լսում էինք ձեր տեղական երաժշտությունը։ Ես ծանոթացել եմ նաև դուդուկ գործիքին։ Ինձ շատ է դուր եկել դուդուկի մեղեդին։ Ես ինձ համար դուդուկ եմ գնել։ Երբ վերադառնամ Իտալիա, կսովորեմ նվագել եւ կգրեմ մի երաժշտություն, որի մեջ կարտացոլվեն իմ բոլոր տպավորությունները Արցախի մասին։ Ահա այդ երաժշտությունն էլ կլինի ֆիլմի սաունդթրեքը։ Ես իտալացի եմ, եկել եմ Արցախ եւ փորձում եմ պատմել ձեր խնդրի մասին ֆիլմի միջոցով։ Իհարկե, դուք ձեր պատմությունն ու ցավը ավելի լավ գիտեք, բայց ինձ համար հաճելի կլիներ, եթե նայելով ֆիլմը ասեիք, որ այն հաջողված է ու ներկայացնում է իրականը, ասում է Ֆրանչեսկոն եւ խոստանում, որ հաջորդ այցի ժամանակ այստեղ կցուցադրի արդեն պատրաստի ֆիլմը։ Մանկական Եվրոտեսիլ 2011-ին հաշված օրեր են մնացել, ինչպես գիտենք, այն այս տարի կայանալու է Երևանում։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անց են կացվում վերջին նախապատրաստական շտրիխները։ Կազմակերպիչները խոստանում են շքեղ ու հետաքրքիր շոու, որը ոչ մի բանով չի զիջելու եվրոպական մակարդակին։ Մանկական Եվրոտեսիլի համերգային ծրագիրը կներկայացվի 2 օր՝ դեկտեմբերի 2-ին եւ 3-ին։ Առաջին օրվա համերգը համարվում է գլխավոր փորձ, որը եթեր չի հեռարձակվի, եւ այդ օրը հաղթողները չեն հայտարարվի։ Արդեն երկրորդ օրը կկայանա գլխավոր շոուն, որին հայերս մինչ այս տարին միայն հեռուստատեսությամբ հետևելու հնարավորություն են ունեցել։ Այս անգամ սակայն կարող ենք շոու ծրագրին հետևել նաեւ դահլիճից։ Դեկտեմբերի 2-ի տոմսերն արժեն 3.5-ից 22 եվրո, իսկ գլխավոր շոուինը 9-ից 55 եվրո։ 14 երկրների պատվիրակությունները Հայաստան են ժամանել նոյեմբերի 20-ին։ Իդեպ շոուին նախորդած Եվրոշաբաթի ընթացքում կկազմակերպվեն փարթիներ եւ միջոցառումներ, որոնցից մեկը Եվրոտեսիլյան ֆլեշմոբը արդեն կայացել է նոյեմբերի 20-ին։ Արդեն ընտրվել են նաև մանկական Եվրոտեսիլ 2011-ի հաղորդավարները։ Շոուն կվառեն հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը եւ երգահան Ավետ Բարսեղյանը, որը Հայաստանում հայտնի է որպես բազմաթիվ հետաքրքիր հաղորդումների հաղորդավար։ Եվրոտեսիլ 2008-ին Հայաստանը ներկայացրած Սիրուշոն եւ մանկական Եվրոտեսիլ 2010-ին Հայաստանը ներկայացրած ու Մամա երգով շոուի հաղթող ճանաչված Վլադիմիր Արզումանյանը կլինեն շոուի հատուկ հյուրերը։ Սակայն Գոհար Գասպարյանը նշեց նաեւ, որ կա մի եվրոպացի հյուր եւս, որի անունը չտվեց, ասելով, որ այն գաղտնի կմնա մինչեւ մյուս ասուլիսը։ Պատվիրակության ղեկավարն ասաց նաեւ, որ շատ անակնկալներ են սպասվում մանկական Եվրոտեսիլ 2011-ի հետ կապված։ Հիշեցնեմ, որ այս տարվա մանկական Եվրոտեսիլին մասնակցում են 14 երկրներ, Ադրբեջանը եւ Թուրքիան հրաժարվել են մասնակցությունից։ Հայտնի է արդեն, որ մրցույթը մեկնարկելու է Ռուսաստանը, իսկ փակումը կատարելու է Բելգիան։ Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի ներքո։ Մանկական Եվրոտեսիլ 2012-ին Հայաստանը ներկայացնելու է Փոքրիկ Դալիթան Welcome to Armenia երգով, որով փոքրիկ երգչուհին բոլորին Հայաստան գալու կոչ է անում։ Արդեն պատրաստ է նաև նախընտրական փուլի բոլոր հայ երեխաների մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակը։
կապել ամրագոտիները, մեր ինքնաթիռը վայրեջք է կատարում Զվարթնոց օդանավակայան։ Բոլոր նրանց, ովքեր չեն հասցրել տոմսեր ձեռք բերել, առաջարկում եմ դեկտեմբերի 3-ին տեղավորվել բազմոցներում ու մի բաժակ տաքթեյի ընկերակցությամբ դիտել տարվա ամենաաղմկոտ մանկական երաժշտական շոուն։ Իսկ այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Չմոռանաք, մեր հաջորդ հանդիպումը գալիք ուրբաթ է։ Բարի գիշեր։